Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 3 Այնուհետև Հիսուս և իր աշակերտները Հրեաստանի երկիրը եկան, և նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտվում էին, քանի դեռ Հովհաննեսին չէին բանտարկել։ Եվ Հովհաննեսի աշակերտների ու Միրիայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։ Նրանք եկան Հովհաննեսի մոտ և նրան ասացին. «Ռաբբի, նա որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։ Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ երկնքից այդ տրված չէ։ Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկված եմ նրա առաջից։ Ով հարս ունի, նա է Փեսան, իսկ Փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է Փեսայի ձայնի համար։ Արդ այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է, պետք է, որ նա մեծանա, իսկ ես նվազեմ։ Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից։ Նա, որ այս երկրից է, երկրավոր է և երկրավոր բաների մասին է խոսում։ Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Ով ընդունում է նրա վկայությունը, հաստատած կլինի, որ Աստված ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում, որովհետև Աստված Հոգին տալիս է առանց չափի։ Հայրը սիրում է որդուն և ամեն ինչ տվել է նրա ձեռքը։ Ով հավատում է որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը։